Գիտեք, մեր այս մարդը ով է, ով որ իր փառքի համար է ապրում, ով որ էգոիզմի մեջ մեռած է եւ այդ ազնվորությունը միայն իր ցանկությունն է կատարում, իր համար չկա ոչ մի սրբություն, նա անցել է բոլոր կարմիր սահմանները, եղբայրներ քույրեր։ Սա մեր այս մարդն է, նա փնտրում է միայն էգոիստավարի, իր եսասերը, արժանացերը, եսասերը անանազանդ է, ամբարտավան է, չար է եղբայրներ քույրեր եւ իր սրտի մեջ միայն իր փառքն է, ուրիշ բան չկա։ Բայց Տեր Հիսուսը ասում է, որ մեզ կանչեց իր փառքը ստանալու համար, Տեր Հիսուս Քրիստոսի փառքը։ Միայն հիշեցնեմ Հովհաննես ավետարանի մեջ, որտեղ գրված է թե նրանք, որոնք որ մարդկանցից փառք, ինչպես կհավատանք Տեր Հիսուսին, ինչպես մենք կարող ենք հավատալ, եթե մարդկանցից ենք փառքը փնտրում։ Բայց Աստված ասում է, որ նրանց ում կորոնիկը նախասահմանեց նաև կանչեց, ում որ կանչեց նաև արտարացրեց, ում որ արտարացրեց նաև փառավորեց։ Աստված մեզ փառք է տվել, այդ փառքը երկնային է, այդ փառքը հավիտենական, այդ փառքը անտեսանելի է, բայց նա մեզ տվել է։ Մենք պետք է այդ փառքը փնտրենք, եղբայրներ քույրեր, Աստծո ներկայության փառքը իրան փնտրենք։ Թող մարդիկ մեզ փառավորեն, թող մարդիկ մեզ մեծարեն, ինչ ուզում ես անեն, բայց այդ Աստված մեր մեջ չէ։ Աստծո ներկայությունը չկա, ուրեմն դու ամենահեդին մարդն ես այս աշխարհի մեջ։ Նա է փառավորը, ում սրտի մեջ Հիսուս կա, Աստծո ներկայությունը կա, եւ ինքը փառավորում է ոչ թե իր անձը, այլ ինքը փառավորում է Տիրոջը։